Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1111-րդ օրն է, 401 հետաքրքիր թիվ է։ Այս ընթացքում մենք անդառնալիորեն փոխվել ենք, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում արդեն պատերազմ էին տեսել։ Ուկրաինայում ավելի քան 3 տարվա լայնածավալ պատերազմի ընթացքում փոխվել է վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, որը 4 տարի առաջ անպարտելի էր թվում, այժմ ընդհանրապես այդպիսին չի ընկալվում, եւ սա օգնում է հավատալ հաղթանակին, հետեւաբար պայքարել։ Այսօր ռազմաճակատի լուրերից բացի ձեզ կներկայացնենք կարճ հարցազրույց հայտնի հայ քաղաքական մեկնաբան Էդվարդ Անտինյանի հետ, եւ քանի որ օրը երկուշաբթի է, կփորձենք հնարավորինս կարճ ժամանակում ավելի շատ տեղեկատվություն տրամադրել, իսկ լուրերը իրոք շատ են։ Ուկրաինայի զինված ուժերը առաջ են շարժվել Տորեցկի եւ Պոկրովսկի ուղղությամբ, ռուս օկուպանտները փորձում են ճնշում գործադրել 6 ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը առաջ են շարժվում դիրքերը բարելավելով առանց ավելորդ քայլերի Տորեցկի եւ Պոկրովսկի մոտակայքում, մինչդեռ ռուս զավթիչները ճնշում են գործադրում Սումիի եւ Կուրսկի մարզերի ուղղությամբ, ինչպես նաեւ Սիվերսկի, Տորեցկի, Կուրախովեի եւ Ռոբոտինայի մերձակայքում։ Ամենտեղ չէ, որ ռուսները հաջողություն ունեն, բայց իրենք էլ ունեն առաջընթաց։ Ուկրաինական դրոնները խոցել են Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանը, ինչը չի կարող չանդրադառնալ ռուսական բանակի պոտենցիալի վրա։ Մինչ լուրերին անցնելը ասեմ, որ անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ սրտանց եւ մոտիվացնող մեկնաբանությունների համար, ձեր լայքերի եւ մեր եթերների տարածման համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է շուրջ 200 մարտական բախում, ինչպես տեսնում եք, մարտերի քանակը գնալով ավելանում է։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում ռազմաճակատում հակառակորդի հետ տեղի ունեցել գրեթե 900 մարտական բախում։ Ռազմական գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել Դոնբասում եւ Կուրսկի մարզում։ Կուրսկի մարզում հակառակորդը գրավել է մի քանի գյուղ եւ նրանք շատ հպարտ են դրանով, թեև մեր տեղեկատվությամբ հիմնական հարձակման ուժը իրականում հյուսիսկորեացի զինվորականներն են, բայց դա չի խանգարում ռուսներին, ովքեր իրենց աշխարհի երկրորդ բանակն էին համարում, հպարտանալ հյուսիսկորեացիների ձեռքբերումներով։ Առայժմ առանձնապես մեծ տվյալներ չկան, իրավիճակը դժվար է, բայց մեր հույսը մեր մարտիկների խիզախության եւ ռազմական փորձի վրա է։ Տարածքները ձեռքից ձեռք են անցնում, ճիշտ ասած, եթե ինչ-որ բան կոնկրետ ասեմ, հնարավոր է 1 ժամ հետո արդեն ակտուալ չլինի, այդ իսկ պատճառով ավելի մանրամասն տեղեկատվությանը հետևեք մեր Telegram-յան ալիքում։ Չնայած Կուրսկի մարզում իրավիճակը մեզ համար բարենպաստ չէ, բայց ինչպես ասացի երեկվա եթերում, պատերազմն ընկալել 1000 կիլոմետրից ավել առաջնագծի մեկ հատվածի դրությունից ելնելով դա սխալ է եւ անլուրջ։ Սա պատերազմ է, ինչ որտեղ կա տակտիկական նահանջ, ինչ որտեղ կա մասնավորապես Դոնբասում գնալով ավելի ու ավելի է ուկրաինական առաջխաղացումը աչքի ընկնում։ Վերադառնալով Կուրսկի մարզին, հիշեցնեմ, որ մեր ուժերի համար գլխավորը հակառակորդի գրոհային ստորաբաժանումների հնարավորինս ոչնչացումն է, ինչը հաջողությամբ արվում է։ Ակնհայտ է, որ հնարավոր բանակցություններից առաջ ռուսները փորձում են հասնել խորհրդանշական արդյունքների, օրինակ դուրս մղել ուկրաինական ուժերը Կուրսկի մարզից կամ գոնե Դոնբասի մի հատվածում հասնել Դոնեցկի մարզի վարչական սահման, բայց ուկրաինական ուժերը նրանց նման հնարավորություններ չեն տալիս։ Երեք Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինական ուժերը ձախողել են հակառակորդի գրոհը, ոչնչացվել է զրահատեխնիկայի շարասյուն։ Հակառակորդը հենց փորձում էր ճեղքել Կոտլյարովայի ուղղությամբ Դոնեցկի մարզի վարչական սահման հասնելու համար։ Ռուսները օգտագործել էին 11 միավոր զրահատեխնիկա։ Ուկրաինացի զինվորականները նախօրոք հայտնաբերել են հակառակորդի շարասյունը եւ սկսել խոցել դրանք։ Արդյունքում հակառակորդի հարձակումը խափանվել է, զավթիչները կրել են կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ եւ չեն կարողացել հասնել իրենց նպատակին։ Մարտերը շարունակվում են, իսկ ուկրաինական զորքերը շարունակում են ոչնչացնել օկուպացիոն ուժերը։ Ուկրաինացի սահմանապահների տեղեկատվությամբ ռուսական զորքերը փորձում են ամրանալ Սումիի մարզի Նովենկոյե գյուղի տարածքում եւ կտրել նյութատեխնիկական ապահովման ուղիները դեպի Կուրսկի մարզ, որտեղ մեր զորքերն են։ Խոսքը մի քանի հոգուց բաղկացած գրոհային փոքր խմբերի մասին է։ Ռուսները փորձում են ներթափանցել մեր տարածք, ուժեր հավաքել, ապա ավելի խորանալ։ Ուկրաինական ստորաբաժանումները օգտագործելով հրետանի, ականանետեր եւ հետախուզական եւ անօդաչու թռչող համակարգեր հարվածներ են հասցնում հակառակորդին, որպեսզի ոչնչացնեն նրան, թույլ չտան ուժեր կուտակել եւ ընդլայնել մարտական գոտին։
Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը ոչնչացրել են 1190 ռուս օկուպանտների և ավելի քան 500 միավոր ռուսական զենք ու ռազմական տեխնիկա։ 22 թվականի փետրվարից ռուսների փաստաթղթավորված ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես 886,320 զավթիչ։ Ուկրաինական 144-րդ հատուկ գործողությունների կենտրոնի զինծառայողները Պոկրովսկի մոտ գերի են վերցրել 9 ռուս օկուպանտի, բայց ճիշտն ասած Կուրսկի մարզում էլ ռուսները ունեն ուկրաինացի գերիներ։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական բանակը կորցրել է նաև 18 տանկ, 40 զրահամեքենա, 65 հրետանային համակարգ, 1 ռեակտիվ հրետանային համակարգ, 1 հոբ համակարգ, 241 մարտավարական անօդաչու թռչող սարքեր և 138 միավոր ավտոմոբիլային տեխնիկա։ Ռուսական բանակը ամեն գիշեր շարունակում է Ուկրաինայի խաղաղ քաղաքներին վնաս հասցնելու փորձերը, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորվում, երբեմն նաև զոհվում։ Երկուշաբթի լույս մարտի 10-ի գիշերը ռուսական բանակը Շահեդ տեսակի 176 հարվածային դրոններով փորձել է գրոհել Ուկրաինայի տարածքը։ Մեր հոբ ուժերը գործել են 15 մարզերում և խոցել կամ վնասազերծել են հակառակորդի 172 անօդաչու թռչող սարք։ Այն մնացած 4 չխոցված ռուսական դրոնները տարբեր աստիճանի վնասներ են պատճառել ուկրաինական բնակավայրերին, իսկ Զապորոժիեն ենթարկվել է ավիահարվածի։ Ուկրաինական կողմը նույնպես պարապ չի նստել և խոցել է թիրախներ ժամանակավորապես օկուպացված տարածքում և Ռուսաստանի խորքում։ Ռուսաստանի Սամարայի մարզի Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը մասնավորապես, որը վառելիք էր մատակարարում ռուսական բանակում, դες վերջին օրերին նավթավերամշակման գործարանների խոցումները ավելացել են և սա չի կարող չանդրադառնալ ռուսական բանակի վրա։ Իմջալոց ոչ միայն բանակի վրա, բայց այդ մասին մեկ այլ անգամ կխոսենք։ Թրամփի թիմակիցը հայտարարում է Ռուսաստանի դեմ դժոխային պատժամիջոցների մասին օրինագիծ նախաձեռնելու մասին։ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ծրագրում է արդեն այս շաբաթ և եթե չեմ սխալվում նույնիսկ այսօր օրինագիծ ներկայացնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Ըստ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի, օրինագիծը վերաբերելու է Ռուսաստանի Դաշնության բանկային և էներգետիկ ոլորտի նոր սահմանափակումներին։ Այս մասին ամերիկյան քաղաքական գործիչը հայտնել է մարտի 9-ին Fox News հեռուստաալիքի եթերում։ Միայն պատժամիջոցներով, ըստ Գրեմի, կարելի է ռուսներին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայում պատերազմի վերջ տալու համար։ Սենատորի խոսքով, մինչ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, նրան պետք է տրամադրվեն բոլոր տվյալները հետախուզության և ինքնապաշտպանության և զենքի առումով։ Նման քաղաքական ճոճանակները, ինչպես ես ասել եմ ավելի վաղ իմ եթերներում, միայն ձեռնտու են Պուտինին։ Նախ ամերիկացիները խնդիրներ են ստեղծում Ուկրաինայի համար, հետո խոստանում են դրանք լուծել։ Դեռ կտեսնենք, թե ինչպես են նրանք լուծում իրենց ստեղծած խնդիրները, բայց առայժմ Պուտինը հնարավորություն ունի մի փոքր ավելի երկար ապրել և հաղթանակի հույսեր փայփայել, իսկ Կուրսկի մարզում մարտավարական հաջողություններով էլ շարունակել խաբել իր ժողովրդին։ Եթե Եվրոպան շտապ չգտնի Ուկրաինային ամերիկյան հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմը, ապա ուկրաինական կողմը տարածքային առավելությունների փոխարեն հնարավոր է կորուստներ ունենա։ Այո, մենք չենք դադարեցնի կռիվը, բայց Պուտինին նորից շանս կտրվի։ Դուք արդեն տեսել եք, թե ինչպես խափանվեց ուկրաինական հակահարձակումը Բայդենի վարչակազմի ժամանակ 23 թվին։ Այն ժամանակ նույնպես անհրաժեշտ պահին անհրաժեշտ զենքերը չտրամադրվեցին։ Նույնն էլ հիմա է, երբ ուկրաինական բանակը քիչ թե շատ սկսել էր առաջ շարժվել Դոնբասում, մի երկիր, որը համարվում էր դաշնակից, հարվածում է մեզ իր գործողություններով։ Ուկրաինայի համար արդեն գնված զենքը չտրամադրելով և դադարում է հետախուզության տվյալներ տրամադրել կարևոր ուղղությամբ։ Ի դեպ, ամերիկյան Time-ը իր հոդվածում ճշգրիտ նկարագրել է իրավիճակը։ Լրագրողների տվյալներով Ուկրաինային հետախուզական տեղեկատվության տրամադրումը դադարեցնելու Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը օգնեց ռուսական բանակի հարձակմանը Կուրսկի մարզում, որտեղ ուկրաինացի զինվորականները փորձում են օկուպացված տարածքները պահել տարածաշրջանում անցած օգոստոսին սկսված գործողության ընթացքում։ Հետախուզության փոխանցման դադարեցումը հանգեցրեց կորուստների նաև ուկրաինական զինված ուժերի շարքերում։ Այս մասին հաղորդում է Time-ը իր հոդվածում։ Մեջբերեմ, քանի որ Ամերիկան դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը, ռուսները արագ առաջընթաց են գրանցել Կուրսկում, ձգտելով կտրել ուկրաինական լոգիստիկ գծերը, ասվում է հոդվածում։
Չնայած երեք Թրամփը ասաց, որ գրեթե վերականգնել է հետախուզական տվյալների տրամադրումը, բայց արդեն իրենց սև գործը արել են եւ դեստրուկտիվ process-ները Կուրսկի մարզում չտեսնել հնարավոր չէ։ Դե ինչ վերաբերում է մեզ, կհարմարվենք, ելք կգտնենք, բայց այս ընթացքում կարող ենք կորցնել եւս մի քանի գյուղ կամ նույնիսկ քաղաք, եւ ամենակարևորը, որ մեզ համար թանկ են, մեր մարդկանց։ Ասածիս ամենակարևոր մասը կարող ենք արտահայտությունն է, որովհետեւ եթե փորձենք լավ պատրաստվել, նաեւ կարող ենք չկորցնել, այնպես որ ինչպես եւ առաջ ամեն ինչ մեր ձեռքում է։ Սա այն դժվար իրավիճակն է, որ մեզ բաժին է ընկել, կտեսնենք թե ինչպես կլինի, բայց վատ լուրերը մեզ չեն հուսահատեցնում, այլ ավելի համառորեն կռվելու են մոտիվացնում մեզ, ուստի թող թշնամին ընկնի հուսահատության մեջ։ Իր հերթին New York Times-ը անդրադարձել է ուկրաինական հակագրողներին Դոնբասում, ուկրաինական ուժերը կարողացել են կասեցնել ռուսական հարձակումը Դոնեցկի մարզի արևելքում եւ աստիճանաբար ետ գրավել փոքր տարածքներ։ Այս մասին հայտնում է New York Times-ը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին եւ վերլուծաբաններին։ Ըստ ամերիկացի լրագրողների, Ռուսաստանը պահպանում է նախաձեռնությունը եւ օրական տասնյակ հարձակումներ է իրականացնում արևելյան ճակատում, սակայն ռուսական զորքերը զգալիորեն սպառվել են։ Ավելի քան 15 ամիս ակտիվ հարձակումը հանգեցրեց տեխնիկայի եւ կենթանի ուժի կորուստների, իսկ ուկրաինացի զինվորականները իրենց հերթին օգտագործում են այդ հանգամանքը իրենց օգտին։ Դե ինչ, այսօրվա պատկերը բավականին բարդ է ստացվում, բայց մենք եւ մեր մշտական լսարանը կարծես մի մեծ ընտանիք ենք եւ լավ լուրերից ուրախանում ենք, վատից տխրում, մենք թաքցնելու բան չունենք, եթե ինչ-որ մեկը մի փոքր տխրեց, հիմա հուսադրող լուրերը դες ներկայացնեմ, ավելի ճիշտ քաջալերող նորությունները։ Ուկրաինան համագործակցության հուշագիր է ստորագրել IRIS-T համակարգեր արտադրող գերմանական Diehl Defence ընկերության հետ։ Համաձայնագիրը նախատեսում է հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ընդլայնում։ Այս մասին Կիրակի մարտի 9-ին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարար Ումերովը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը ճանապարհ է բացում խոշոր արդյունաբերական նախագծերի համար, որոնք կամրապնդեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները։ Բացի այդ, այս պայմանագիրը նախատեսում է հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման եռակի ավելացում։ Ումերովը շնորհակալություն է հայտնել Diehl Defence ընկերությանը վստահության եւ համագործակցելու պատրաստակամության համար, ինչպես ասում են, Աստված մի դուռ փակում է, մյուսը բացում է։ Գլխավորը բացված դրան հնարավորությունները պետք է արագ ներս բերենք Ուկրաինա։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյշպապան հայտարարել է Ղրիմի կամրջի 3-րդ հարձակման մասին ակտիվ քննարկումների մասին եւ լավատեսություն է հայտնել Ղրիմի կամուրջի կործանման վերաբերյալ։ Այս մասին Նեյշպապան ասել է շաբաթ օրը մարտի 8-ին բրիտանական Observer-ին տված հարցազրույցում։ Observer-ը գրում է, որ ռազմածովային ուժերի հրամանատարը լավատեսություն է հայտնել, որ Ուկրաինան կհաջողի քանդել Ղրիմի կամուրջը, որը կառուցվել է Ռուսաստանի կողմից իր տարածքը Ղրիմի հետ կապելու համար։ Ուկրաինացի հրամանատարը նշել է, որ երկու նախնական հարվածները վնասել են ավտոճանապարհային եւ երկաթուղային կառույցները, եւ ռուսական զորքերը այլևս չեն կարողանում երկաթուղային կամրջով ծանր երկաթուղային վագոններ տեղափոխել։ Մեջբերեմ, ռուսները հասկանում են, որ մենք ակտիվորեն քննարկում ենք 3-րդ օպերացիան կամրջի դեմ, Աստված երրակն է սիրում, Բող տրոյցու լյուբիտ ասացվածքն է հիշատակել ուկրաինացի հրամանատարը։ Սովորաբար ռազմական գործողությունների մասին նախօրոք չեն խոսում, բայց եթե այս մակարդակի հրամանատարը խոսում է դրա մասին, նշանակում է պատճառներ ունի կամ հոգեբանական ճնշումների համար է դա ասել։ Ժամանակը ցույց կտա, այսքանով ավարտեմ լրատվական մասը, խնդրում եմ չընկճվել, շատ ավելի վատ ժամանակներ ենք ապրել եւ դուրս ենք եկել այդ իրավիճակներից։ Անցնենք Էդվարդ Անտինյանի հետ հարցազրույցի դիտմանը, վստահ եմ ձեզ դուր կգա։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Էդվարդ Անտինյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շուրջ բոլորը տրանսֆորմացիաներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում քաղաքական վերադասավորումներ։ Ինչպես է փոխվել հայկական քաղաքական կյանքը, Երևանի քաղաքականությունը վերջի շրջանում, հատկապես վերջի 2 ամսում։ Մենք տեսնում ենք, որ գործող աշխարհակարգը Դոնալդ Տրամպը փորձում է փլուզել, իսկ նորը ստեղծելու պլաններ ոչ միայն չկան, ինչպես տեսնում ենք, այլ նաև ինքը այդ
կարողությունները չունի, որ նորը ստեղծի։ Այդ իսկ պատճառով հայկական քաղաքական դաշտում էլ իհարկե կա նաև անհանգստության տրամադրություններ, այն անորոշության տրամադրություններ, որ եթե մեր անվտանգության հետ կապված խնդիրներ առաջանան, ով է այդ երաշխավորը։ Այդ երաշխավորը տեսել ենք, որ ՄԱԿ-ը չի անգամ մինչև վերջի շրջանում, որովհետև տեսել ենք Ուկրաինայի հետ կապված նրանք բացի հայտարարություններն ուրիշ որևէ բան չունեին անելու։ Իսկ մենք տեսնում ենք, որ դրա փոխարեն էլ ոչինչ չի ստեղծվել, դա արժեզրկվելու։ Հիմա խոսքը գնում նրա մասին, որ ՆԱՏՕ-ն էլ կենսունակ կառույց չի, որովհետև եվրոպական անվտանգության հետ կապված ցանկություն չունեն քայլեր անելու։ Եվ այս պարագայում մենք մտածում ենք, իսկ մեր տարածաշրջանում ագրեսորներին ով է զսպելու։ Չէ՞ որ եթե աշխարհը բաժանվի ուժեղների միջև, ուժի դիրքերից, ի դեպ դա չի ստացվելու, այդ դեպքում մենք մտածում ենք, որևէ երկիր չեն ցանկանալու, որ դուրս մնա ազդեցությունից, բայց այդ դեպքում ում ազդեցությունն ալնելու՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ում։ Երբ որ Հայաստանը, ասենք, ինքը բավարար չափով ուժ չունի, որ ինքը լինի ուժի կենտրոն։ Եվ այդ պարագայում խնդիր է առաջանում առավել ևս, որ Դոնալդ Թրամփն ասում է, մեզ օվկիանոսաբաժանում առանձնապես հետաքրքրված չի, առավել ևս մեր ռեգիոնով հետաքրքրված չի, դա ոնց որ մնացել է Իսրայել, Ադրբեջան եւ Ամերիկա գծի վրա։ Սա է, որ իսկապես մտահոգություն է առաջացնում, որ ասեմ իշխանությունները իրավիճակին adekvat են չէ, որովհետև իրանք գլուխ չհանելով այս իրավիճակից ընդհանրապես այդ թեմայից չեն խոսում։ Անկամ այն աշճանի գլուխ չեն հանում, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր համարվել են, այսպես ասած, ոչ պաշտոնական խոսափող պաշտոնական Երևանի, չնայած այդպես էլ այդ կարգի մարդիկ մենք չունեցանք, սազանդարներ տարբեր ունեցել ենք իշխանությանը ծառայություններ մատուցող, բայց մարդիկ, որ լուրջ ձևով կարծիք հայտնեն, մարդիկ հասկանան, որ դա իշխանության տեսակետն է, ուղղակի իշխանությունը չի ցանկանում հայտնել, իմանան, այդ էլ մենք վերլուծական նման կարծիք չենք տեսնում, որ իմանանք դա իշխանության տեսակետն է։ Իշխանությունը զբաղված է մանր-մունր հարցերով, տպավորություն ստեղծի, որ իրանք կան գոյություն ունեն։ Այսա հասարակության համար ավելի մտահոգիչ է, որովհետև անհամարժեք վերաբերմունք են տեսնում աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների ու մեր իշխանությունների վերաբերմունքի։ Ինչով եք պայմանավորում Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը։ Ամեն դեպքում, եթե չմտնենք մանրամասների մեջ, թե ինչ դետալները կարող է դրա պատճառը լինել, այլ ուղղակի գլոբալ նայենք այդ խնդրին, եթե Հայաստանը հայցերից հրաժարվի, դա Հայաստանի շահերին շատ մեծ հարված է։ Ու խնդիրը ամեն դեպքում ամենևին չի վերաբերում, որ տեսեք, մենք եթե հայցերից հրաժարվենք, Ադրբեջանն էլ կհրաժարվի։ Ի սկզբանե Հայաստանը Ադրբեջանի համար հիմքեր ստեղծեց, որ նրանք հայցով մտնեն, ասելով, որ Արցախյան պատերազմը Արցախը եղել է Ադրբեջանի կազմում 91 թվականից, նշանակում է դրանից հետո ինչ պատերազմ է եղել է, մենք եղել ենք օկուպանտ։ Այսինքն այդ Հայաստանից հնչեց, բարձր ամբիոններից հնչեց, նախագահի մակարդակով, վարչապետի մակարդակով, որպեսզի դա հիմք ընդունի Ադրբեջանը, մեզ հայց ներկայացնի, ասի դե գիտեք ինչ, ուրեմն նրանք ովքեր կռվել են Ադրբեջանի դեմ պատերազմի հանցագործեն, տվեք դատենք, կամ էլ թե չէ դուք այդքան տարի անօրինական օգտագործել եք մեր հանքերը։ Եվ այս կարգի հարցերը Հայաստանը ոնց որ հիմք տվեց, որ Ադրբեջանը մեր դեմ հայց ներկայացնի, հիմա էլ ասում են դե բերեք զուգահեռաբար հայցերից հրաժարվենք։ Հայաստանը եթե հայցերից հրաժարվում է Ադրբեջանի դեմ, հարցը դա չի, որ կարող է հետո նորից դրան անդրադառնան եւ մենք ոչ շահեկան վիճակում լինենք։ Այսինքն Հայաստանը իրավաբանորեն միջազգային դատական համակարգի մոտ ցույց է տալիս, որ այո, Հայաստանի պատերազմը Ադրբեջանի դեմ անօրինական էր, այսինքն Հայաստանն էր օկուպանտ։ Այդ դա շատ վատ բան է։ Մենք իհարկե ինչ էլ կատարվի կփորձեն, ասենք, ցույց տան, որ դա Հայաստանի կարծիքը չէ, բայց Հայաստանի անունից վարչապետը եւ Հայաստանի նախագահն են դա հայտարարում։ Իսկ դա լուրջ դժվարություններ է առաջացնում։ Եթե պրոֆեսիոնալ իրավաբանը հասկանալով, որ սա ձև չի հրաժարական տա, միևնույնն է, դա մեզ չի սփոփում, որովհետև ի վերջո հարցը, եթե այդպիսի փակուղի մտավ, դա իրոք մեզ համար ծանր հարված է ալնել։ Որն է Փաշինյանի խաղաղության խաչմերուկի ճակատագիրը, այն իրական խաչմերուկի կամ տարածաշրջանային հաբի, որին վերածվել է Թուրքիան, Թուրքիայի ֆոնին Փաշինյանի խաղաղության խաչմերուկը ինչպես է երևում, ինչ կարծիք եք։ Հիմա խաղաղության խաչմերուկում հետ այդ խաչմերուկը, որովհետև հիմա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում շատ լրջագույն պայքար է գնում ազդեցության։ Թուրքիան 11 օրվա ընթացքում Սիրիան վերցրեց։ Սիրիան վերցրեց, դա Եվրոպան ողջունեց։ Ամերիկան նեյտրալ եղավ, լոկալ sense թեթև ողջունեց, բայց նեյտրալ եղավ։ Եվ հիմա այսօր Թուրքիան լուրջ դերակատարություն է ուզում ստանձնի նաև եվրոպական անվտանգության հետ կապված, առանց Թուրքիայի եվրոպական անվտանգություն չի լինի։
Եվ այդ պարագայում նա դրա դեմ բան ա ուզելու, չէ։ Եթե Եվրոպան հիմա մտածեց, որ ստեղծի սեփական անվտանգային համակարգը, որտեղ չի ցանկանում հույս դնել Ամերիկայի վրա, այդ դեպքում անվերահսկելի է մնում Թուրքիան։ Ունենալով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը, ունենալով այս տարածաշրջանի ամենահզոր բանակը, նույնիսկ եթե ինքը պատերազմի չի մասնակցել, այնպիսի պատերազմի բովով չի անցել, ինչպես Ուկրաինան, բայց հիմա Ամերիկան ամեն ինչ անում է, որ Ուկրաինայի կամքը կոտրի, այնուամենայնիվ Ուկրաինան չլինի մարտունակ հզոր բանակ ունենա, դա ինքը վտանգ է համարում։ Եվ այս պարագայում, եթե Եվրոպան ընդունեց Թուրքիայի մասնակցությունը այդ ծրագրերին, Թուրքիան հիմա ասում է նաև Եվրամիության անդամ եմ ուզում, 50 տարի տանջում է, չի ստացվում, այս վերջի շրջանում քանի տարի տանջում է, որ այդ բանակցություն վարեն անդամակցության, մերժում են տեխնացուի կարգավիճակից, իսկ հիմա ասում է, եթե Եվրամիության անդամ ես դառնամ, առիթը օգտագործում է, էլի։ Շատերը խոսում են, որ Եվրամիությունը քանդվում է, ու այդ քանդվող Եվրամիությանը ցանկանում է Թուրքիան անդամակցի, այդ շատ միամիտ կարծիք է։ Այո, կարող է Եվրամիությունում ինչ-որ փոփոխություններ լինեն, բայց նա ավելի ուժեղացած կլինի, ավելի հզոր ու կազմակերպված կլինի։ Նա դրանից ներառյալ կլինի նաև ոչ Եվրամիության անդամ եվրոպական պետություններ եւ բացի դրանից էլ հատկապես նաև Մեծ Բրիտանիա, որ շատ ավելի սերտ համագործակցում է Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ, քան թե անգամ եվրոպական շատ երկրներ։ Եվ այս պարագայում մենք իսկապես խնդիր ունենք այդ խաղաղություն խաչմերուկը ում հետ։ Այսօր այդ մրցակցությունը Իրանի հետ կապված։ Իրանը հիմա լարվածություն է Ամերիկայի հետ։ Եվ այս պարագայում դեռ մտածում են, իսկ Իրանը հաղթող դուրս կգա այս վիճակից, թե պարտված դուրս կգա։ Մենք որ մտածում ենք ռեգիոնալ քաղաքականության մասին, մենք պատկերացնում ենք այդ ռեգիոնը ինչով է զբաղված։ Կնեսետում հանդիպում են Իսրայելի, ասում են, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք Ադրբեջանի հետ։ Ամեն ինչ պետք է անենք Ամերիկայի հետ այդ դաշնակցությունն ամրապնդենք, որովհետև մեր գործընկերը տարածաշրջանում Ադրբեջանն է։ Մենք ում հետ ենք ռեգիոնալ քաղաքականություն վարում։ Ադրբեջանի, ում հետ ենք վարում։ Թուրքիայի, որ հիմա ձգտում է իր դերակատարությունը մեծացնել եւ դրա դիմաց կարող է նաեւ ուզել մեզանից ազդեցության խնդիրներ, որպես բոնուս։ Իսկ մենք դեռ չենք հասցրել եվրոպական նոր անվտանգության համակարգը, որը դեռ չի ստեղծվել, բայց բանակցային ճանապարհին է, գոնե դրա հետ կապված մենք աշխատանք տանենք, որ գոնե մեզ էլ դիտարկեն դրա մեջ, երբ որ Ամերիկան հետ քաշվի։ Դրա համար շատ դժվար է պատկերացնել, թե այս պարագայում որն է այդ խաչմերուկը, ում հետ է այդ խաչմերուկով կապվելու։ Ադրբեջանը իմջելած ուկրաինական ուղղությամբ էլ է ակտիվացել, բավական կոնտակտներ կան, շփումներ։ Մինչ Հայաստանում 5-րդ շարասյունը նորից Ռուսաստանի վրա է կարծես հույս դնում Թրամփի գալու առումով, Ադրբեջանը Ուկրաինայում եւ Եվրոպայում բոլոր այն ռեգիոններում, որտեղ ունի շահեր, ակտիվացրել է կոնտակտները։ Այս իրավիճակում Հայաստանը ինչ պետք է անի ըստ ձեզ։ Հայաստանի համար միակ շանսը, իհարկե ամեն ինչ պետք է փորձել, թե Իրանի ուղղությամբ, թե Չինաստան, թե Հնդկաստան, թե Ամերիկա, դրա մասին չի խոսքը։ Կապեր պետք է բոլոր ուղղություններով լինեն։ Բայց միակ ռեալ աշխատող տարբերակը, քանի որ Եվրամիության համար նոր անվտանգային համակարգ է, եւ դա չի պայմանավորվում զուտ Եվրամիության աշխարհագրությամբ, այլ որովհետեւ դրա մեջ անգամ ներգրավված է Կանադան, դրա մեջ անգամ Ավստրալիան, որի անվտանգության երաշխավորը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որովհետև իրանք անզյուծ ռազմական բլոկի անդամ են դեռ 1951 թվականից, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Նոր Զելանդիա։ Թվում է, թե իր անվտանգության երաշխավորը Ամերիկան է, բայց ինքը դեմ է գնում Ամերիկայի հայտարարություններին եւ ասում է պատրաստ եմ խաղաղության հասնելու պարագայում աջակցել Ուկրաինային։ Խաղաղությունից հետո զորք տրամադրել, մինչև խաղաղությունը ինչով կարող եմ մասնակից լինել ֆինանսապես ինչով։ Եվ դա ակնհայտորեն դա դեմ է դուրս գալիս նաև Ամերիկայի շահերին։ Այսինքն մենակ այսօր չասենք դա Եվրամիության չափի մեջ է տեղավորվում։ Եվրամիությունից ավելի դուրս է այդ եվրոպական անվտանգությունը, որ այսօրվա դրությամբ մտածվում է։ Հայաստանը պետք է ուղղակի դրան հայտ ներկայացնի, անպայման չի շատ օֆիցիալ ձևով բանանի, առիթը օգտագործի Եվրամիության անդամակցության առիթը, բայց իրականում այդ չի հարցը, որովհետև հիմա այսօր այն երկրները, որոնք այդ քաշող տանող ուժն են, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, հետները աշխատանք տանի, առավել եւս որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ պետություն է, մենք կարող ենք նրա հետ նորմալ աշխատել, ասել այդ նորը որ ստեղծում եք, մեզ տեսնում ենք դրա մեջ։ Ինչպիսի տեսք կունենա, մենք տեսնում ենք դրա մեջ մեզ։
Վերջին օրերին Չինաստանն էլ իմգելոց Եվրոպային եւ որոշ չափով Ուկրաինային աջակցող դկալի, այդպես ասել, հայտարարություններ արեց Ուկրաինայի հետ նոր պայմանագիր է կնքել շատ լուրջ արտահանման։ Նույնիսկ Չինաստանը փաստացի դիրքավորվում է եւ շատ կարեւոր է որ մենք տեսնենք Հայաստանի դիրքավորումը։ Արարատ Միրզոյանը մարտի 10-ին կմեկնի Հնդկաստան։ Կարծես մենք բազմաթիվ շփումներ ենք տեսնում, այցեր, բայց արդյունքները մի տեսակ մշուշոտ են, որոշակի արդյունքներ կա Հնդկաստանի հետ։ Ապրելով Ուկրաինայում ես սովոր եմ, որ եթե մեր պաշտոնյաները ինչ որ մեկի հետ հանդիպում են, ինչ որ մի արդյունք կա։ Ինչ է պակասում հայ պաշտոնյաներին, միգուցե օրակարգ չկա։ Նախ Չինաստանը ցույց տվեց Ամերիկային հստակ, այն ինչ որ մենք միշտ կանխատեսել էինք, որ եթե փորձեն Ռուսաստանի սիրաշահելով Ամերիկան Չինաստանից փոկի, Ռուսաստանը Չինաստանից չի փոկվելու, որովհետև Չինաստանը Ռուսաստանի շալակին է նստած, եւ այդ պարագայում ընդհակառակը Չինաստանը նպաստելու է Ամերիկայի մեկուսացմանը։ Չինաստանը Մերձավոր Արևելքի հետ կապված կոշտ հայտարարություններ է անում, մեղադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասում է որ Գազայի հետ կապված դու չես կարող տենց վարվել, պետք է այդ ծրագիրը իրականացնի, բայց այդ նույն ծրագրի հետ կապված Եգիպտոսի առաջարկած ինչպես վերակառուցել Գազան, որ բնակիչները անգամ այնտեղ մնան, ապրեն, ժամանակավոր կացարաններում ապրեն։ Այդ նույն ծրագրին հավանություն է տալի եւ Եվրամիությունը, եւ հավանություն է տալիս Չինաստանը։ Բացի դրանից, Չինաստանն արդեն խոսում է, որ Ամերիկայի զենքերով Տայվանին պաշտպանել չի լինի։ Օղակը սեղմվում է Տայվանի շուրջ։ Ուզում ասի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եթե դու հետ ես քաշում Եվրոպայից, ով ես դու Չինաստանի համար։ Էնպես որ եւ այդ քայլը նաեւ, այսինքն Չինաստանն ասում է, ես կմասնակցեմ բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Ամերիկայի մեկուսացմանը, որտեղից Ամերիկան դուրս եկավ Չինաստանը մտնելու է։ Եվ այն աշճանի ու ցույց է տալիս, որ ես կախվածություն չունեմ Ռուսաստանից, Ռուսաստանը կախվածություն ունի Չինաստանից։ Եթե ցանկանում է փոկվել, նույնիսկ դեմոնստրատիվ կերպով նա Ուկրաինայի հետ գյուղմթերքի հետ կապված կարող է մի հատ պայմանագիր կնքի, դուք հիմա Ուկրաինայում եք ապրում, ասեք շատ լուրջ պայմանագիր է, բայց Հայաստանում ապրողը դա ոչ թե համարում է այդ պայմանագիրն է լուրջ, այլ այդ քայլը Չինաստանի արած շատ ավելի մեծ է, քան այդ պայմանագրի կշիռը, որ այսինքն տեսեք, ես այն Ուկրաինան, որին ուզում է պարտության տանի Ամերիկան, ես այդ Ուկրաինան, որ պատկերացնում են մեզ Ռուսաստանի աջակից, ես Ուկրաինայի հետ համագործակցության քայլ եմ անում։ Դրա քաղաքական էֆեկտը ավելի մեծ է, քան դրա տնտեսական բաղադրիչը, որը որ պայմանագրի տեսքած ստաց է։ Այնպես որ այս պարագայում մեր պաշտոնյաներն էլ որ հանդիպում են, մեր մոտ շատ դեպքերում ուղղակի հանդիպում են, ցույց տան գնացինք, նկարվեցինք, զրուցեցինք, եկանք, բայց գործնական արդյունքը որպես այդպեսին, այսօր լավ է որ Հնդկաստանի հետ մենք նորմալ համագործակցենք, բայց Հնդկաստանը աշխարհաքաղաքական ամբիցիաներ այդպեսին չունի, կարող է վաղը ունենա։ Նա կարա լինի լավ գործընկեր Եվրոպայի համար, բայց նա այսօրվա դրությամբ որպես գերտերության հավակնություններ չի ներկայացնում։ Այդպիսի հավակնություններ ունի Չինաստանը եւ իրական քայլեր է անում։ Այսինքն կարելի է դրական համարել Հնդկաստանի հետ շփումները, զենքի զինամթերքի հետ կապված պայմանավորվածությունները, բայց անվտանգային ակնկալիք ավելի շատ մենք տեսնում ենք, որ Չինաստանը Եվրոպայի հետ աշխատելու է պակաս տեղերը լցնելու ընդդեմ Ամերիկայի, ոնց որ Եվրոպան հիմա իր անվտանգության համար մտածում է առանց Ամերիկայի, Չինաստանն էլ մտածում է համագործակցի Եվրոպայի հետ ընդդեմ Ամերիկայի։ Եվ այս պարագայում մենք ավելի շատ պետք է մտածենք Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բայց ոչ մի պարագայում դա չպետք է լինի ի հաշիվ Եվրոպայի։ Դա պարզապես չի քննարկվում նույնիսկ։ Առավել ևս որ Չինաստանն է Եվրոպայի հետ աշխատում։ Պատահական չի, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջի իսկ ակնարկները, որ եղավ Ամերիկայից մաքսատուր կիրառելու Եվրոպայի նկատմամբ, արդեն ինքը գնաց Հնդկաստան, հանդիպեց Նարենդրա Մոդիի հետ, վարչապետի հետ, եւ արդեն քննարկում էին սերտ համագործակցությունը։ Մենք տեսել ենք Կանադայի հետ կապված ինչպես է Եվրամիությունը աշխատում։ Անվտանգային համակարգերի հետ բոլոր հանդիպումներին Կանադան ներկայացված է վարչապետի մակարդակով։ Եվ այն վարչապետի, որ նույնիսկ եթե ինքը կարճ ժամանակ հետո կարող է ընտրությունների պատճառով հեռանա, բայց ինքը այնպես իր դիրքերը ամրապնդեց Ամերիկայի դեմ առճակատման գնալով, որ նա այսօր լիարժեք ձևով տիրապետում է իրավիճակին։ Այն դեպքում, երբ որ որոշակի Կանադայում իր վարած տնտեսական քաղաքականության հետ կապված կար դժգոհություններ վարչապետից,
Ջասթին Տրյուդոից, բայց հիմա այսօր նրա դիսկերը ամրապնդվեց, որ ինքը կանգնեց շատ կոպիտ ձևով խոսեց Տրամպի հետ, որ դու խելացի տղա ես, բայց հիմարություններ ես անում, որ մեր պետական շահերի համար մենք կպայքարենք, մենք բանը կոնտրսանկցիաներ կկիրառենք, բաքսատուրքերի տեսքով եւ այլ եւ այլ։ Այսինքն ինքն էլ ընդգծված ձևով կանգնած է եվրոպական անվտանգության շուրջ։ Դա համար մեր իշխանություններին, այսպես ասած, շատ մանևրելու տեղ չի մնացել։ Մանավանդ որ շատ զգուշ պետք է լինել Իրանի հետ կապված։ Անկախ նայած Իրան-Ամերիկա առճակատման հետ կապված ով հաղթանակած դուրս կգա, մեզ համար երկու պարագան էլ վտանգավոր է։ Մենք բնականաբար պետք է շատ զգուշ լինենք իրար հետ, հույսեր չկապենք ոչ նրա հետ, ոչ նրա հետ, բայց երկուսի հետ էլ աշխատենք։ Իսկ հույսեր կարելի է կապել Եվրոպայի հետ, առավելևս Չինաստանի հետ համագործակցող Եվրոպայի հետ։ Բազմիցս խոսել ենք ուկրաինական լաստանավի մասին, Բաթումից Չեռնոմորսկ, Չեռնոմորսկը մեծ Օդեսայի պորտերից է, քանի որ սեզոնի բացումն է մոտենում, ինչ եք կարծում Երևանը կանի համապատասխան քայլեր Եվրոպայի հետ իրական կապ ունենալու, ովքեր չգիտեն, ասան, որ լաստանավը գալիս է Թուրքիայով, Ռումինիայով եւ Բուլղարիայով, միայն Ուկրաինա չէ, կոնկրետ ցամաքածովային կապ է ստեղծում Եվրոպայի հետ, առանց որևիցե ավելորդ ջանքերի, ասենք հայկական կողմից, պարզապես պետք է օգտվել ինչ որ քայլերի սպասենք, հիմա սեզոնի բացումն է եւ նաեւ հայկական կողմից է կախված լաստանավը ինչ հաճախականություն կունենա կամ կբացվի թե ոչ։ Ավելի շատ դա քաղաքական քայլ է, քան տնտեսական։ Իհարկե, եթե մենք նայում ենք դրա տնտեսական էֆեկտը, կարող է շատերը մտածեն, հաշվարկ կատարեն, ասեն, դե գիտեք, ծախսը էսպես, մյուսը էսպես, բայց քաղաքական էֆեկտը շատ ավելի մեծ է Եվրոպայի հետ կապված նման կապ ունենալու հնարավորությունը, բայց մեր իշխանությունները զգուշավոր են, որովհետև վախենում են, որ դրա երանգը այլ կարող է լինել։ Այն դեպքում, երբ որ իրանք են խոսում բալանսավորված քաղաքականության մասին, ասկի եթե դուք ամեն օր կախված եք Լարսից, ամեն օր կախված եք քմահաճույքից Ռուսաստանի, բայց ցանկանում եք եվրոպական շուկա մտնել, ցանկանում եք այնտեղ հնարավորություններ ունենալ, կոմունիկացիոն դժվարությունների պատճառով դժվար եք կարողանում ապրանքներ հասցնել։ Եվ այս պարագայում, երբ որ այդ խնդիրը հնարավորություն է ստանում լուծելու, դա որակապես կարելի է նաև մտածել, երբ որ Հայաստանը խոսում է եվրոպական ինտեգրացիայի մասին, նույնիսկ եթե ինքը Եվրոպայի հետ նորմալ աշխատանք տանի, ասի ծախսային առումով դժվարություններ կա, փորձեք ինչ-որ ձևով կոմպենսացնեք Ուկրաինային կամ Հայաստանին կապ չունի, այդ լաստանավը շատ ավելի էժան արդյունավետ մենք աշխատացնենք, այդ լաստանավը պետք է աշխատացնեն, բայց իրանք վախենում են, որ դա կարող է դիտարկվի ընդդեմ Ռուսաստանի քայլ։ Այս է խնդրեմը, որովհետև տեսնում եք, երբ որ անգամ Հայաստանում խոսում են Եվրոմիության հետ կապված, անգամ մի հատ անշարժելի շատ զգուշավոր փաստաթղթի մասին, որ որևէ պարտավորություն ու ժամկետներ չի պարունակում իր մեջ, երկրորդ ընթերցմամբ, որ պետք է դնեին քվեարկության, դա հետաձգեցին ինչ-որ տեխնիկական պատճառով, հարցը դա չի, բայց անմիջապես ազգային ժողովի իշխանական падգամավորները սկսեցին ասել, որ մենք սա ոչ մի պարագայում մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունենք եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խորացնում ենք, զարգացնում ենք։ Այսինքն հանկարծ չմտածեք, որ մենք Ռուսաստանի դեմ բան ենք անում։ Եվ այս պարագայում դա է որ դժվարություն է առաջացնում։ Այսինքն մինչեւ քաղաքական իրավիճակը չհուշի մեր իշխանություններին, որ Եվրոպայի հետ պետքա առարկայական աշխատել, նույնիսկ այդ շահեկան բիզնես տարբերակը վախենալու են անել։ Այն դեպքում դա շատ զարմանալի է։ Մի պետություն, որը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտահանումը, դիվերսիֆիկացնել իր կոմունիկացիոն հնարավորությունները։ Առավոտից երեկո մեր մոտ խոսում են, որ պետքա ճանապարհները բացենք, փոխադարձաբար էս անենք, այն անենք, բայց բաց ճանապարհից չենք օգտվում։ Չի արդարացվում դա, որ ասենք տեխնիկապես էսպես է կամ գնային առումով էսպես է։ Հաստատ չի արդարացվում, դա լուծում կարելի է գտնել։ Որտեղ եթե այն մարդիկ, ովքեր մեզ ասում են, մենք ողջունում ենք եվրոպական ուղղությամբ քայլեր անել, մենք էլ կարող ենք ասել շնորհակալ ենք, որ ողջունում եք, բայց մենք խնդիր ունենք, մենք փոքր երկիր ենք եւ տեսեք ինչ որ ոչ բարեկամներ կան մեր կողքերը շրջապակված, որոնք փակում են մեր ճանապարհները։ Դե գոնե օգնեք մի ճանապարհ ցույց տվեք մեզ։ Եվ շատ հանգիստ կարելի է ասել Ռուսաստանին, բայց ինչ հապատահ է, որ մեր ապրանքը Եվրոպա ենք տանում, դուք չեք տանում։ Դուք Եվրոպայի հետ նույնիսկ սանկցիաների տակ եք, իրար հետ չեք աշխատում, մենք ինչի պետք է չաշխատենք։ Այսինքն որևէ ձևով դա չի սահմանափակում Հայաստանին, բայց վախեցած են դրանից, դա պրոբլեմը։ Եվրոմիությունը, ՆԱՏՕ-ն լուրջ տրանսֆորմացիաների առջև են, Եվրոմիությունը Հունգարիայի, Սլովակիայի պատճառով եւ ավելորդ բյուրոկրատիան անելու միտում կա, ՆԱՏՕ-ն տեսնում եք, որ կարծես թե արդեն ալտերնատիվ ՆԱՏՕ կամ տեղական ՆԱՏՕ է ստեղծվում, արդյոք տեսնում եք շանսեր Հայաստանի համար եւ ինչպես կարող է Հայաստանը հիմա իրավիճակը օգտագործել։
Դե ուրիշ տարբերակ չունի չօգտագործելու։ Մենք հիմա տեսնում ենք ինչ է կատարվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դժգոհում էր, ասում էր Եվրոպան բավարար չափով ծախս չի անում։ Դժգոհումը ասում էր ինչու պետք է մենք ծախս անենք Ուկրաինայի համար, թող անի Եվրոպան։ Եվրոպան ասեց հասկացանք, ընդունեցինք, հիմա պատրաստ ենք ծախս անել։ Եվրամիությունը անգամ դրան միացավ եւ ասեց որոշակի արտոնյալ պայմաններ կստեղծեմ այն պետությունների համար, որոնք Եվրամիության անդամ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, որոնք որ այդ դեպքում կկարողանան նորմալ ռազմական ծախսերն ավելացնել, բայց Ամերիկայից ինչ ենք լսում։ Հիմա էլ վախվորած ասում են ոնց Եվրոպան զինվում, հա, այս կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսի։ Բայց դուք էիք ասում, մենք չենք ուզում ձեր անվտանգությամբ զբաղվել, դուք էիք ասում, որ գնացեք ձեր անվտանգությամբ զբաղվել։ Համարեցինք դա դրական ապտակ, ես դա այդպես էլ բնութագրել եմ, Եվրոպան սթափվեց, դրան միացավ Մեծ Բրիտանիան, ես շատ ակտիվ ձևով այդ ուղղությամբ քայլեր են անում։ Բայց նույն Դոնալդ Տրամփը կանգնում ասում է Ուկրաինան հաղթաթուղթ չունի։ Նախ միջնորդ բանակցությունը մեջ միջնորդ դլողը պետք է մի կողմի բացասական բաները չասի, եւ հետո ամբողջ աշխարհը տեսնում է, որ 3 տարի կռվող Ուկրաինան գնում ես ընդդիմության հետ բանակցում ես, որ ասպես բերեք Զելենսկուն տապալենք, ասում են մենք Տրամփը չենք որ ծախվենք, մենք դրան չենք գնա։ Բայց դա հաղթաթուղթ չի։ Ամերիկան կանգնում է Ռուսաստանի կողքը, ոչ թե հետ է քաշվել, անցել է Ռուսաստանի կողմը։ Ուկրաինան չի համաձայնվում զենքը վայր դնի, դա հաղթաթուղթ չի։ Կանգնում է Մարիա Զախարովան, ասում է գիտեք ինչ, Ուկրաինան հույսը դրեց նախկին ադմինիստրացիայի նման սպիտակ տանը, բայց հիմա փոխվել է, այդ դրա համար ինքը կպարտվի, որովհետև ադմինիստրացիան փոխվել է։ Այսինքն Ռուսաստանը խոստովանում է, որ Ամերիկայի ադմինիստրացիայի փոփոխության պարագայում իրանք միայն կարող են հաղթանակ տանել, որովհետև այդ ադմինիստրացիան իրանց թիկունքին է կանգնած։ Բա ավելի պարզ հաղթաթուղթել ո՞րն է ալնում։ Եվ այս պարագայում, երբ որ Եվրոպան իր անվտանգային համակարգը ավելի կոշտ ձևով դնի եւ ստեղծի այդ անվտանգային համակարգը, որը որ անկախ ըլնի Ամերիկայից, ես վստահ եմ, որ Ամերիկան ինքն է առաջարկելու համագործակցություն, որտեղ մեր շահերից չի բխում, եւ մեր ընդհանուր շահերից, եւ Ուկրաինայի շահերից, եւ Եվրոպայի շահերից, որ Ամերիկան եւ Եվրամիությունը իրարից տարանջատված ըլնեն։ Բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իր լիդերությունը կորցնում է այսպես շեշտակի, ուրեմն Եվրոպան պետք է այդ ուժի կենտրոնը դառնա եւ Ամերիկան արդեն մտածի, որ առանց Եվրոպայի հետ համագործակցելու ինքը գերտերություն լինել ուղղակի չի կարող։ Իսկ դա բխում է մեր բոլորի շահերից, աշխարհաքաղաքական շահերից, տարածաշրջանային շահերից։ Մենք ի վերջո այդ պարագայում գիտենք, եթե Եվրոպան ուժեղացավ, ցանկացած ստորագրություն Ուկրաինայի հետ կապված որ կլինի, դա ավարտ չի։ Եթե դրանից դժգոհ է Ուկրաինան, դրանից դժգոհ է Եվրոպան։ Այսինքն Ռուսաստանն էլ է դրանից անհանգիստ, որ ինքը մտածում է, որ սպասի, եթե ես այս թուղթը ստորագրում եմ, անգամ եթե նույնիսկ Ամերիկան ճնշում գործադրի Ուկրաինայի վրա, հարցը դրանով չի փակվելու։ Մի քանի անգամ ես եմ պայմանագիր խախտել, մի անգամ էլ իրանք կխախտեն եւ առաջ կգան։ Ինչա այդքան անհանգիստ, որտեվ չի ուզում ինքը հույսը դնի Տրամփի վրա։ Իհարկե պետք է աշխատել իր հետ։ Իհարկե առավել եւս Ուկրաինայի իրավիճակում խնդիր չկա, որ պետք է աշխատել, բայց այն կեցվածքը, որով ինքը կանգնեց իր շահերի համար, դա մեծագույն համակրանք առաջացրեց ամբողջ աշխարհում եւ անգամ ես նույնիսկ ինձ թույլ տվեցի ասեմ իմ ալիքով, եթե հիմա Զելենսկին Ամերիկայում տեխնացիոնը դնի, Տրամփին կհաղթի։ Սա այս խնդրեմը կա, դա բոլորիս է վերաբերում։ Ու պատկերացրեք, դուք պատերազմի մեջ եք, մենք ավելի անորոշ վիճակում ենք առանց պատերազմի, որովհետև պատրաստ է ուկրաինացին կռվի իր հողի համար, պատրաստ է ինքը պաշտպանի իր հողը, իր ինքնիշխանությունը, իսկ մենք կարող է պատրաստենք, չնայած տեսնում ենք մեկ ռուսամետ գործիչների երջանկությունը Հայաստանի տարածքում, անենց անտանելի է ունեն զզվելի, որ նույնիսկ չես պատկերացնի, ինչի վրա եք այդքան ուրախացած, եթե ուժով բաժանեն աշխարհը, Հայաստանը պետականությունը կկորցնի, ինչից եք երջանկացած։ Բայց նույնիսկ այդ պարագայում, եթե համարենք, որ մենք պատրաստել ենք, մենք այդ ի վիճակի չենք, այդ կշիռը չունի մեր պետությունը, այդ զորքը չունի մեր պետությունը, որ մենք ասենք նաև ի վիճակի ենք մենք դրա համար կռիվ տալու։ Այդ է պատճառը, որ այս անորոշության դեպքում եվրոպական անվտանգության հետ կապված դրա դերակատարությունը չափազանց մեծ է։ Դա ասված, որ իրանք շատ արագ դա ստեղծեն եւ այդ արագ ստեղծելու հետ կապված մենք տեսնում ենք, որ նաև այն ինչից որ վախեցած էին, որ Ամերիկան ասում է ռուսները միջուկային զենք ունեն, այսօր
Ֆրանսիան ասում է, ես պատրաստ եմ միջուկային հովանոցը օգտագործեմ Եվրոպայի անվտանգության համար։ Եթե դրանից եք վախենում, դե հիմա վախեցեք ինձանից, որտեղ դա ծառայելու է ոչ թե Ֆրանսիային, ծառայելու է ամբողջ Եվրոպային։ Եթե Ուկրաինան այդ միջուկային զենք ունենա, Ռուսաստանը չէր էլ համարձակվի սահմանը անցներ։ Այսինքն եթե դա այդպես է, եթե դուք ՆԱՏՕ-ով անվտանգություն չեք ուզում ապահովեք Ուկրաինայի համար, մենք այդ պայմանավորվածությամբ, որը համարենք պայմանականորեն ասենք եվրոպական ՆԱՏՕ, մենք դա կստեղծենք, եթե նույնիսկ կորուստներ ունենանք, որոշ պետություններ չցանկանան միանան, ոչինչ, թող չմիանան։ Դրանից քանակը եթե պակասի էլ, որակը հաստատ կավելանա, որտեղ շատ ծանրակշիռ խաղացողներ իրանց վրա շատ դուրս բեռ են վերցնելու։ Այսօր մենք չմոռանանք, որ Մեծ Բրիտանիան, որ ավանդաբար եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը, ավելի ակտիվ եվրոպական քաղաքականության հետ կապված կանգնած է թե Ուկրաինայի թիկունքին, թե եվրոպական անվտանգության թիկունքին։ Ու այդ բացարձակ իրան չի անհանգստացնում վերաբերմունքը Ամերիկայի նկատմամբ, ընդհակառակը հակառակ էֆեկտն է, հարցումներ են անցկացնում եւ մարդիկ հավասարեցնում են Տրամփին եւ Պուտինին որպես սպառնալիք Եվրոպայի համար, նույնիսկ ամենաբարձր ցուցանիշ նաեւ գրանցում է Մեծ Բրիտանիան։ Այդպես բանով էր պատկերացնում։ Դա ավելի շատ նաեւ վիրավորանքից է խոսում, չէ՞, ոնց կաղապատայի մեր ընկերները այսպես վարվեն։ Այնպես որ հուսով եմ, որ եվրոպական անվտանգությունը պարտադրված է ստեղծել, մենք էլ պարտադրված ենք դրա մաս կազմել։ Այն ելոց, եթե Ուկրաինան փոխարինի Հունգարիային եւ Սլովակիային, Ուկրաինան 20 անգամ ավելի մեծ է հենց Սլովակիայից եւ Հունգարիայից։ Ցավոք Ամերիկան ոտք է դրել անկայունության դարաշրջան։ Տեսնենք Թրամփը նույն այդ հաղթաթղթի հարցում կամ սխալվում է կամ պարզապես ստում է։ Դուք լավատեղեք եք Կիևի եւ Երևանի հարաբերությունների բոլոր նյուանսներից, գոհ եք հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա մակարդակից։ Այսօր առավել եւս, օրինակ ասենք մեր մոտ այս անորոշությունների պայմաններում ես ցանկանում եմ, որ շատ ավելի ակտիվ ձևով օրինակ տեսեք, այսպեսի մի հատ հարց ասեմ։ Ես 20 տարի խոսել եմ, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական, տնտեսական երկարաժամկետ փոխհավետ համագործակցություն հաստատի։ Բայց երբ որ ես տեսել եմ Տրամփի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ, ես պաշտպանել եմ Ուկրաինայի տեսակետը եւ շատերը զարմացած ասում, բա ամեն օր արևմտյան արժեքներից ու Ամերիկայից եք խոսում, ձեզ էլ չենք հասկանում։ Ասեմ, ի՞նչ կա չհասկանալու։ Ո՞վ մենք ռուսամետ չենք։ Եթե ռուսամետ ես, Պուտինը ինչ անում է, Պուտինը ճիշտ է։ Իսկ եթե դու արևմտյան արժեքները իրապես արժեք է, ոչ թե բիզնես, եթե տեսնում ես, որ դու մի արժեքի կրող ես, բայց Տրամփը այդ արժեքին դեմ է գնում, Տրամփը սխալ է։ Ինչ կա չհասկանալու։ Այսինքն, բայց այդ արժեքային տարբերությունը հենց դա է։ Եվ ես կարծում եմ, որ այսօր շատ ավելի ակտիվ ձևով մանավանդ այն հարձակումը, որ Հայաստանի տարածքում են ոգևորվածությունը ռուսամետների կա, նույնիսկ դուք դա չեք զգա Ուկրաինայում, որտեղ Ուկրաինայում ռուսամետները այդպես ակտիվ չեն կարող լինել։ Ինչպես հիմա Հայաստանում են ակտիվ։ Նրանք Ռուսաստանը եթե մի սահմանին մոտենա, իրանք զենքը կվերցնեն ներսում կպայքարեն հանուն Ռուսաստանի, համազգեստը կհակնեն ու կպայքարեն հանուն Ռուսաստանի։ Սա այս վիճակն է եւ այս պարագայում առավել քան կարեւոր է, որպեսզի Ուկրաինայի դիրքորոշումը ի վերջո մարդիկ իրենց անվտանգության, իրենց ինքնիշխանության համար են պայքարում։ Որովհետեւ այն մարդը ես միշտ ասել եմ, նա ով պաշտպանում է Ռուսաստանին, որը հարձակվել է Ուկրաինայի վրա, նա ավտոմատ կերպով պաշտպանում է Ադրբեջանին, որը հարձակվել է Հայաստանի վրա, որովհետև նա էլ է ուժի դիրքերից հարձակվել Հայաստանից տարածք վերցրել։ Դու չես կարող ասել, ինչու Զելենսկին չի զիջում Ռուսաստանին, ինչ ուզում է իր պետությունը կործանվի, եւ շուրգաս ասես, ինչու է Նիկոլ Փաշինյանը զիջում։ Չգիտի, որ եթե զիջում է, Ադրբեջանը լկտի անում է, նորից է առաջ գալի։ Չի կարելի նույն իրավիճակին տրամագծորեն տարբեր կարծիք հայտնել մենակ նրա համար, որ Ռուսաստանի շահերը պաշտպանեն։ Ինչ սկզբունքը, սկզբունք է, կապ չունի դեմը Ուկրաինան, Ամերիկան, Եվրոպան։ Եթե ես ընդունում եմ, որ Ռուսաստանը օկուպանտ է, աշխարհին ասում եմ, որևէ ուժի դիրքերից չի կարելի սահմանը վերաձևել։ Նույն ձևի մարդուն ասում եմ, բայց այդ դեպքում մի հատ օկուպանտ էլ Ադրբեջանն է։ Եթե ես արդարացնեմ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, ավտոմատ կերպով վաղը պետք է ասեն ուժեղը վերցրել է Հայաստանը, բա ինչ եք բողոքում որ։
Այս է հարցը, պետք է աշխարհի հետ խոսելուց մենք հաղթաթղթեր ունենանք, խաղաքարտեր ունենանք, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինենք։ Թե չէ մարդիկ ներքին ցանցում դժգոհում են կամ բանավիճում են եւ այլ եւ այլ։ Դու ես գալի մեկի հետ խոսում, ասում ես Ռուսաստանը ճիշտ է, ասում ուրեմն Ադրբեջանն էլ է ճիշտ, հաջողություն։ Սա է հարցը։ Սկզբունքը շատ ավելի կարևոր է, որովհետեւ եթե դու արժեք ես կրում, հավատալու ես քո սկզբունքին։ Տրամպը կասի, ով չի ասի, որևէ նշանակություն չունի։ Ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, ժամանակը ցույց կտա, որովհետև Ուկրաինայում պատերազմը, եթե Ռուսաստանը չի պարտվել, ուրեմն պատերազմը չի ավարտվել։ Այսինքն պատերազմը ուղղակի ձգվել է, որովհետև ուղղակի հնարավոր չի Տրամպին վաղը մյուս օրը Տրամպին կփոխարինի մեկ ուրիշը եւ նա շատ ավելի ագրեսիվ ձևով կփորձի Ամերիկայի դերը վերականգնել։ Չնայած այն անվստահությունը, որ կա, չես վերականգնի։ Շատ բան անդառնալի կորուստ է ունենալու, որովհետև այդ նույն բանը ես իմ ալիքներով էլ եմ բացատրում։ Եթե դու զենք ես տալիս Ուկրաինային, հետո զինամթերքը չես տալի, որ մարդը կռվի, կայանքը տվել է, զինամթերքը չես տալի։ Դու խայտարակ ես անում ամերիկյան զենքը։ Այսինքն մարդը ասում է, ինչի ամերիկյան զենք առնեմ, եթե չես թողելու օգտագործեմ։ Եթե Ամերիկայում տարածում ես, որ F-16-ը չենք թողի սպասարկեն, դրա փոխարեն ֆրանսիացիները իրաց միրաժով ուզում են կոմպենսացնել։ Այդ դեպքում հարց է ծագում։ Շատ երկրներ նայում են, բա մեր ինչին է պետք ամերիկյան զենք առնել, եթե մենք չենք կարողանալու օգտագործենք։ Այսա հատուկ նպատակային անվստահություն է առաջացնում Ամերիկայի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա գլխի կընկնեն եւ դա կփորձեն վերականգնել, իսկ վերականգնելուց հետո պետք է այնպիսի ագրեսիվ քայլեր անեն, որ այս սխալը, որովհետեւ այն պարագայում, երբ որ սկսեցին արդեն իրանք անջատել հետախուզական տվյալները Ուկրաինայի համար, անգամ Օդեսայից ինձ գրում էին, ասում են ուժգնությունը մենք զգում ենք։ Այսինքն դա նշանակում է, ես որ ասում եմ Նաևի Մալիքով, ասում եմ դեմից հարձակումը տեսնեն Ռուսաստանի թիկունքից տեսնեն Ամերիկայի հարձակումը, տենց ո՞նց կլինի։ Ու նույնիսկ այդ պարագայում մարդիկ շարունակեն կռվել ու պայքարել։ Դրա համար սա շատ կարևոր է, ես կարծում եմ, որ մինչև այսօր դեռ ես ասում եմ, դեռ մենք մտածում ենք, որ դա Տրամպի քաղաքականությունն է, ոչ թե Ամերիկայի։ Այնպես չլինի, որ այնքան ցկվի, որ մենք ասենք ցավոք սա Ամերիկայի քաղաքականությունն էր։ Դեռ եթե Տրամպի քաղաքականությունն ամեն ինչ դեռ կորած չի ուղղվելու է։ Եթե Ամերիկայի քաղաքականությունն է, ստիպված պետք է լինենք ապրենք առանց Ամերիկայի։ Այսինքն Ամերիկան իր դիրքերը զիջում է։ Այդ ինչ արած, էդ էլ է հնարավոր։ Եղել է այդպիսի ժամանակներ, երբ որ Կիևյան Ռուսիա եղել, Ամերիկան այդ դերակատարությունը չի ունեցել։ Եթե Հայաստանը 4.500 տարվա քաղաքակրթություն է ունեցել, Ամերիկան այդ հնարավորությունը չի ունեցել։ Այնպես որ եթե ստիպված են կլնելու այդպես, ուրեմն կապրենք այդպես։ Նոր իրավիճակին կհամապատասխանի մեր քայլերը։ Ճիշտ է, արդեն Գերմանիան ընկել է մտորումների մեջ F-35-ները Ամերիկայից գնելու առումով, որովհետև հնարավոր է այնպիսի սարքավորում տեղադրել, որ ինքնաթիռները պարզապես օդ չբարձրանան։ Այնպես որ ինչքան շարունակի Թրամփը այս գծով, այնքան կորցնելու է ցավոք սրտի Ամերիկան, այն Ամերիկան, որ մենք բոլորս սիրում ենք։ Պարոն Անտոնյան, շնորհակալ եմ այն ամենի համար, որ անում եք Ուկրաինայի համար, Ուկրաինայի հայերի համար, շատ եք օգնում մեզ եւ Հայաստանում արևմտյան արժեքների ամրապնդման գործում։ Մինչ նոր հանդիպում, շնորհակալ եմ, որ ժամանակ եք ընձեռում մեզ։ Ես եմ շնորհակալ, պինդ մեկ անգամ եւս ուզում եմ ես շնորհակալություն հայտնեմ, ինչքան էլ ձեր տեղը նեղ լինի, ինչքան էլ ծանր լինի, իմացեք, որ նոր աշխարհակարգի հետ կապված Ուկրաինայի կատարածը ու Ուկրաինայի սխրանքը դա ուղղակի անուրանալի է։ Եթե նույնիսկ գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ Ռուսաստանը լավ կռվող է, դուք չգիտեք, իրանք պետք է պարզապես մի քիչ պատմություն իմանան, որ ՄԱԿ-ի անդամ էր Ուկրաինան, ոչ թե Ռուսաստանը։ Իսկ ՄԱԿ-ի անդամ ԽՍՀՄ-ն էր, որի մեջ բոլորս էինք։ Ամբողջ աշխարհը ֆաշիզմի դեմ, նացիզմի դեմ տարած հաղթանակում Ուկրաինայի նվիրումը, Ուկրաինայի առաքելությունն էր կարևորում, իսկ այսօրվա իշխանությունները պարզապես պատմություններ չգիտեն, անգամ իրենց պատմությունը չգիտեն, ուր մնաց թե Ուկրաինայինը կամ աշխարհին է իմանան։ Այնպես որ ստիպված ենք նաև կամած ասել, որ այն արժեքները, որ դուք պետք է Ամերիկայում արտահանում եք, տեղ հասել է, մենք ստացել ենք։ Հիմա մենք ուզում ենք այդ արժեքները ձեզ հետ ուղարկենք։ Ապրեք այդ արժեքներով, նյութապաշտությունը ձեզ լավ տեղ չի տանի։ Լավ մնացեք։ Մինչ նոր հանդիպում։